Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Երբ երեխայի մոտ նկատվում է հաճախամիզություն, թուլություն եւ գունատություն, անհրաժեշտ է շտապ դիմել մասնագետի, քանի որ դա տիպ 1 դիաբետի նախանշաններն են։ Շատ ժամանակ ծնողների արձագանքը շաքարային դիաբետ ախտորոշմանը տարբեր է լինում։ Ոմանք բուռն են արձագանքում, ոմանք հանդարտ, ոմանք էլ տառապում են անարդարության զգացումից։ Իմ կարծիքով բոլոր արձագանքներն էլ ընդունելի են եւ նորմալ։ Տարածված կարծիք կա, որ տիպ 1 շաքարային դիաբետի ժամանակ պետք է պասիվ նստակյաց կյանքով ապրել, բայց բժիշկները խրախուսում են, որ ակտիվ սպորտով զբաղվելը դա միայն օգնում է գլյուկոզայի թվերը նորմալ պահել օրգանիզմում։ Ի տարբերություն առաջին տիպի, երկրորդ տիպը ձեռքբերովի է եւ դրան կարող են նպաստել նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը եւ ոչ ճիշտ ապրելակերպը։ Կյանքն ընթանում էր սովորական հունով, ոչինչ չէր թվում արտառոց։ Պարզապես երեխան սկսել էր շատ ջուր խմել, շուտ էր հոգնում։ Ծնողները մտածում էին շոկ է, դասերն են ծանր, կանցնի։ Որոշ հիվանդություններ գալիս են անաղմուկ, միախառնվում են առօրյային այնքան սովորական, որ դժվար է ճանաչել։ Եվ երբ խնդիրը վերջապես ստանում է անուն, ծնողների գլխում միաժամանակ մի քանի հարց է հնչում։ Ինչպես է իմ երեխան ապրելու։ Ինսուլին ամբողջ կյանքում, որտեղ եմ սխալվել։ Ծնողական ժողովում խոսում ենք մանկական դիաբետի մասին, միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, ուրախ եմ եւ շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք ծնողական ժողովին մասնակցելու մեր հրավերը, որովհետեւ այն թեմաները, որտեղ մենք խոսում ենք կոնկրետ ախտորոշման մասին, մի փոքր խիզախություն են պահանջում ծնողից, գալ եթեր ու խոսել դրա մասին։ Հիմա պետք է խնդրեմ, որ գնանք այն ժամանակահատվածը ձեր ու ձեր երեխայի կյանքի, երբ հասկացաք, որ գործ ունենք ոչ թե սովորական թուլության, վատ ինքնազգացողության հետ, այլ տեղի ունենում մի բան, որը պետք է առնել մանրադիտակի տակ ու հասկանալ, որտեղ է խնդիրը, ինչ է տեղի ունենում երեխայիս հետ։ Խնդրեմ։ Ինձ համար հատկապես շատ դժվար է հիշել այդ ժամանակահատվածը, նախ առաջին հերթին, որովհետև շատ թարմ է, մեր մոտ ախտորոշումը մոտ 3 ամիս առաջ է տեղի ունեցել, եւ երկրորդը ցավալի է, որովհետև երեխայիս կողքին չէի։ Մոտ 2 շաբաթով աշխատանքային այցով Ամերիկայում էի գտնվում եւ աղջիկս խնամքեր հանձնված տատիկին։ Մինչ այդ ես դպրոցից ահազանգ էի ստանում, որ երեխան դասերի ժամանակ քնում է, մի բան, ինչը ընդհանրապես բնորոշ չէր իմ շարժուն աղջկան։ Մտածում էի հավանաբար գիշերը քիչ է քնում, փորձում էի ավելի շուտ քնացնել, բայց միևնույն է հազանգերը շարունակվում էին։ Ամերիկայում գտնվելու ժամանակ ինձ ասացին, որ Շուշանին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ մայրիկս մանկաբույժ է եւ հենց իր մոտ էր խնամքի տակ էր գտնվում աղջիկս։ Ես ինչ որ չափով հանգիստ էի, որովհետեւ մայրիկս շատ ուշադիր էր եւ կարելի ասել հենց այդ էլ դրկեց կոմայից, որովհետեւ վերջին ստադիան կոման է միշտ լինում, երբ որ ծնողները տեղափոխում են հիվանդանոց, հաճախ այդպես է արձագանքում ախտորոշումը։ Բայբախտաբար մենք խուսափեցինք եւ կարծում եմ դա շնորհի մայրիկիս էր, ով շատ ուշադիր էր եւ ժամանակին տեղափոխեց հիվանդանոց։ Ես հենց հաջորդ օրը հասա, իրականությունը մի ինչ որտեղ սարսափելի էր, ինչ որտեղ շատ ուրախ էի, որ բժշկությունը այն մակարդակում է, որ իմ աղջիկը այսպես ասած խնդիրներ չի ունենա հետագայում եւ լիարժեք ինտեգրվի սոցիումում։ Շնորհակալ եմ շատ, իդեպ այսօր 3 հասմիկների եւ Անի հետ ենք խոսում, այնպես որ Հասմիկ անունը շատ հաճախ կլսեք։ Հասմիկ, ձեր պատմությունը ինչից է սկսվել։ Մեր պատմությունը սկսվեց, երբ որ Մարին 4 տարեկան էր, ճիշտն ասած, ընդհանրապես մտքովս չի անցել, որ կարա լինի մանկական տիպ 1 շաքարային դիաբետ։ Դիաբետ ես իմացել եմ տարիքային երկրորդ տիպի դիաբետի մասին։ Մենք հաճախում էինք գինեկոլոգի մոտ, որտեղ ունեինք խնդիրներ երեխան, հետո պարզվեց, որ գինեկոլոգն է բացահայտել մեզ մոտ շաքարը, որովհետև ունեինք կարմրություն ացետոնի հետ կապված։
երեխայի մոտացիտոնը որ բարձր է եղել, ունեցել ենք կարմրություն եւ գինեկոլոգն է մեզ ուղղորդել դեպի Մուրացան, այնտեղ բացահայտվեց, որ Մարին ունի շաքարային տիպ 1 դիաբետ։ Մի գիշերվա մեջ ես կարողացա ընդունել այդ փաստը, որովհետև բժշկուհին ասաց, որ երեխան քեզնով է ընկալելու, թե ինչ է իր հետ կատարվում, այսինքն դու եթե չընդունես, նույն իրավիճակում կարա լինի քո երեխան որոշի, դու ընդունում ես, թե չես ընդունում։ Ոնց որ սառը ջուր էր գլխիս, մի գիշերվա մեջ ես հասկացա, որ ես պետք է ընդունեմ, որովհետև դա ամբողջ կյանքի համար է։ Դրանից հետո Մարին շատ ուրախությամբ հաջողում է Մուրացանի հիվանդանոց, մեզ մոտ ոչ մի ստրեսային պահ չեղավ, ընդունեցինք։ Հենց ընդունման մասին եմ ուզում խոսենք հիմա մյուս մայրիկների հետ։ Գալիս է ախտորոշումը, որը պետք է ընդունել ու շարունակել կյանքը դրա հետ։ Ձեզ հաջողվել է լինել այնքան կառավարելի, որ երեխային էլ այդ տեղեկատվությունը ճիշտ մատուցեք։ Երբ հետեք նայում հիմա ամեն ինչ ճիշտ է կարել ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, այո, ի տարբերություն Հասմիկի, ես 3-4 օր հետո դուրս եկա այդ շոկային վախեցած իրավիճակից, այդ 3 օրերի ընթացքում այդ իմ մոտ առաջացած վախը, շփոթմունքը վերակերպվեց ոնց որ ավելի շատ պատասխանատվության, ու ես փորձում էի իմ տղային Մարկին այնպես տրամադրվածությունը լինի, որ ինքը ոչ ամաչի հասարակությունից, ոչ իր ընկերներից եւ կարողացել ենք հաղթահարել այդ բարդ շրջանը։ Կարծում եմ այն հանգամանքը, որ դուք այսօր մեր եթերում եք, տեղիք չի տալիս մտածելու, որ դուք որևէ պարագայում թաքցնում եք երեխայի ախտորոշումը, բայց կան նաև այդպիսի դեպքեր, երբ հարկ է լինում հասարակությանը հայտնել, ինչ որտեղ նոր միջավայրում եք հայտնվել ու պետք է այնտեղ իմանան։ Կարողանում եք արդեն այս տարիների ընթացքում նաև փորձ ունենալով ճիշտ բառեր գտնել, ճիշտ հասկացնել մարդկանց։ Ես կարծում եմ, որ այո։ Ինձ մոտ ստացվում է, որովհետև երբ որ իմ աղջիկը նոր պետք է հաճախի օրինակ բարի կամ նոր միջավայր մտնի, այո, ես եմ ձեռք առնում, որ պետք է տեղեկացնել տնօրինությանը, ուսուցիչներին, ես կարողանում եմ այո գտնել ճիշտ բառեր, կարողանում եմ ճիշտ բացատրել, առանց խղճահարության ինչ-որ միմիկաների, եւ ըմբռնումը գրեթե բոլոր պարագաներում լավ է ստացվում։ Հա, ամեն դեպքում, երբ որ նոր միջավայր է մտնում երեխան, երբ որ ասում ես երեխան ունի դիաբետ, դու ժպիտով ես ասում, բայց հայացքները ուրիշ են։ Բայց շատ մեծ նշանակություն ունի, ինչպես է ծնողը ներկայացնում։ Այսինքն, եթե ծնողը ներկայացնում է, որ նորմալ է դա, մենք հաշտ ենք դրա հետ եւ վերահսկելի է դա, արդեն դիմացինն էլ անկախ իրանից պատասխանատվությունը իր վրայից ընկնում է, քանի որ ծնողը շատ թեթև է ներկայացնում այդ հարցը եւ արդեն ավելի հեշտ են իրենք էլ ըմբռնում վիճակը։ Հայտնի են շաքարային դիաբետի առաջին եւ երկրորդ տիպերը։ Երեխաների շրջանում ամենից հաճախ հանդիպում է առաջին տիպի դիաբետը, բայց երկրորդը նույնպես հավանական է։ Իդեպ, ըստ որոշ աղբյուրների, այն գնալով ավելի մեծ տարածում է ստանում։ Երկրորդ տիպի դիաբետի մասին այսօր դեռ կխոսենք, իսկ հիմա կարծում եմ ճիշտ ժամանակն է հերքելու առաջին տիպի շաքարային դիաբետի մասին լայնորեն տարածված միֆերից մի քանիսը։ Առաջին տիպի շաքարային դիաբետը քաղցրի չարաշահման պատճառով է։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, որովհետև ինչքանով որ ես հասցրել եմ տեղեկանալ, շաքարի չարաշահումը առհասարակ օգտագործումը չի հանգեցնում շաքարային դիաբետի։ Վնասակար քաղցրը չարաշահելու դեպքում հնարավոր է, հիմա շատ կան դեպքեր։ Քաղցրի չարաշահման հետևանք չի դա, այլ գենետիկ նախատրամադրվածություն, որը կյանքի ընթացքում ուղղակի գլուխ է բարձրացնում եւ ի հայտ է գալիս մարդկանց մոտ։ Մենք չգիտենք ինչ սակման են այդ շաքարները եւ դա շատ օգտագործման հետևանքով կարող է առաջանալ շաքարային դիաբետ։ Սա միֆ է։ Շաքարային դիաբետը դա համախտանիշ է, որ ընթանում է գլյուկոզայի բարձրացումով։ Կոպիտ տարբերակում ենք տիպ 1, տիպ 2 շաքարային դիաբետ։ Տիպ 1-ը ավելի բնորոշ է երեխաներին եւ երիտասարդներին, չնայած չի բացառում, որ մեծահասակներն է կարող են ունենալ տիպ 1 շաքարային դիաբետ, եւ տիպ 2 շաքարային դիաբետը ավելի բնորոշ է մեծահասակներին, որոնք ունեն օրինակ ճարպակալում, բայց դա չի բացառում տիպ 2 շաքարային դիաբետը երեխաների մոտ, որոնք ունեն նույնպես ճարպակալում։ Քաղցի չարաշահումը ընդհանրապես կապ չունի տիպ 1 շաքարային դիաբետի առաջացման հետ։ Տիպ 1 շաքարային դիաբետը դա աուտոիմուն հիվանդություն է, դա կարելի ասել սխալ ծրագիր է, որ երեխան ունի, որը առաջացնում է հակամարմիններ, որոնք վնասում են երեխայի ինսուլին արտադրող բետա բջիջները։ Առաջին տիպի շաքարային դիաբետն առաջանում է ծնողների բաց թողումների պատճառով։
Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, որովհետև դա չի առաջանում ինչ որ մի խնդրի պատճառով, կարծում դա լինում է, եթե չեմ սխալվում, դա գենետիկորեն է փոխանցվում։ Իրականություն է, քանի որ ամեն ինչ ծնողների ձեռքերում է։ Միֆ։ Դրանք բոլորը միֆեր են, որովհետև բոլոր դիաբետ տեսակները հիմնականում գենետիկ խնդիրներ են։ Կարող է պատահի երեխան գնի, այդ հարվածից վախենա, իր մոտը նա չհասկանալով վախենա եւ իր մոտը շաքար առաջանա։ Կարծում եմ, որ իրականություն է, քանի որ հենց ծնողներն իրենք են առաջարկում քաղցրը։ Սա միֆ է, ծնողների բաց թողումների հետևանքով չի առաջանում տիպ 1 շաքարային դիաբետը, քանի որ սա աուտոիմուն process է եւ այդ հակամարմինները, որը ծրագրավորված են արդեն երեխայի մոտ, ինչի մի երեխայի մոտ կան, մյուսի մոտ չկան, ոչ մեկ հստակ չի կարող բացատրել, բայց այդ աուտոիմուն process-ը միանում է ու վնասում է ինսուլին արտադրող բետա բջիջները։ Առաջին տիպի շաքարային դիաբետը ժամանակավոր է։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, այն ամբողջ կյանքի ընթացքում մնում է մարդու հետ, սակայն կարելի է վերահսկել։ Իրականություն է, կարելի է ընթացքում բուժել։ Միֆ է, որովհետև դա հիվանդություն է, որը քրոնիկ բնույթ է կրում եւ մինչեւ կյանքի վերջ մարդիկ ուղղակի հարմարվում եւ ապրում են դրա հետ։ Ժամանակավոր է, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները մենք ունենք այնպիսի դեղամիջոցներ, որ պարբերաբար օգտագործելով կանխում է շաքարային դիաբետը։ Սա միֆ է, տիպ 1 շաքարային դիաբետը ժամանակավոր չէ, սա քրոնիկ հիվանդություն է, ընթանում է ինսուլինը թերապիայով, այսինքն անհրաժեշտ է ստանալ փոխարինող ինսուլինը թերապիա, ինչի է քրոնիկական վիճակ, որովհետև բժշկությունը ունի հնարավորություն ներկա պահին վերականգնել այդ աուտոիմուն process-ով վնասված բետա բջիջների ինսուլին արտադրող եւ քանի որ ինքը հնարավոր է ճիշտ վերահսկել, պատշաճ լիարժեք հսկողության դեպքում երեխան կարող է ապրել լիարժեք կյանքով։ Ըստ վիճակագրական տարբեր աղբյուրների 2024 թվականի դրությամբ մոտավորապես 589 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի շաքարային դիաբետ, որից մոտավորապես 1 միլիոն 800 հազարը երեխաներ են եւ մինչեւ 20 տարեկան երիտասարդներ առաջին տիպի դիաբետով։ Ինչ տեղ է զբաղեցնում այս պատկերում Հայաստանը։ Ծնողական ժողովին է միացել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդատու, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասելով, թե ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը այս պատկերում, ես նկատի ունեմ դինամիկայի միտումները։ Արդյոք այս թվերը աճում են, նվազում են, թե կայուն են։ Ամբողջ աշխարհում այդ թվերը ցավոք աճում են, եւ տիպ 2-ի, եւ տիպ 1-ի, տիպ 2-ը ավելի արագ է իհարկե աճը տալիս, բայց նաեւ Հայաստանում մոտակա վերջի ավելի շուտ տարիների ընթացքում մենք տեսնում ենք բավականին մեծ աճ, մոտավորապես 9.5-10%-ով ամեն տարի քանակը տիպ 1 դիաբետով երեխեքի ավելանում է եւ դա էլ համընկնում է միջազգային տվյալներով մինչեւ 4 տարեկան, այսինքն ամենափոքր տարիքային խմբի երեխաների շրջանում դիաբետի ախտորոշումը տիպ 1։ Երբ ախտորոշումը հաստատվում է, բժիշկը գործ է ունենում ընտանիքի հետ։ Ձեր ուշադրության կենտրոնում անշուշտ երեխան է, բայց աշխատանք տարվում է ծնողների, մեծահասակների հետ նաև։ Ձեր դիտարկումներով ինչպիսին են լինում հիմնականում արձագանքները եւ ինչպես կարող է օգնել բժիշկը իր բուժառուի ընտանիքին։ Շատ ծանր պահ է, երբ որ բժիշկը ախտորոշում է տիպ 1 դիաբետ։ Անպայման աշխատանքը տարվում է եւ ծնողների հետ, որովհետեւ ծնողը շատ անգամ ավելի ծանր է տանում, շատ բան է կախված ծնողից, շատ բան է կախված մայրիկից, որովհետև երեխան միշտ նայում է մայրիկի աչքերին եւ մենք միշտ ասում ենք, որ մաման չպետք է երեխայի մոտ իրեն մոցաները ցույց տա, չպետք է լացի, որովհետև երեխան միանգամից արձագանքում է եւ այդ էմոցիաները վերցնում է եւ իր ադապտացիան էլ կլինի դրա հետ կապված ավելի դժվար։ Ամեն ինչը կախված է նաեւ ընտանիքի կրթական մակարդակից, որովհետև մոտեցումը բժշկի եւ տված ինֆորմացիան եւ գիտելիքը նույնն է։ Ու ծավալը կարա տարբեր լինի իհարկե կախված նրանից, թե ինչպես է ընկալում դիմացի ծնողը, բայց շատ կարևոր է ինչքանով ծնողը ընդգրկված կլինի բուժման մեջ, բժշկի հետ համագործակցության մեջ, որովհետև մենք սովորեցնում ենք, մենք ունենք դիաբետի դպրոց եւ բոլոր երեխաները, ծնողները, այլ ընտանիքի անդամները, օրինակ հրախուսում ենք, որ տանը ապրող տատիկները գան, նաև մասնակցեն, ով զբաղվի երեխայի հետ, կրթում ենք, մենք տալիս ենք ինֆորմացիան, ոնց է ապրելու երեխան այդ դիաբետի հետ։ Բժիշկը ամենահոգատար չի կարա 24 ժամ լինի, որովհետև այդ երեխեքը շատ են, ընտանիքն է լինելու, դրա համար ընտանիքը պետք է իմանա ինչ անում,
ցանկացած սիտուացիայում։ Եվ մենք ունենք իհարկե հոգեբանական օգնություն եւ երեխաների հետ են աշխատում եւ ծնողների հետ են աշխատում, որովհետեւ մենք հասկանում ենք ավելի շատ, քան դեռ հասկանում է ծնողը, թե ինչ է սպասվում, կյանքը փոխվելու է եւ մոտեցումը, ինչպես մենք ենք աշխատում, որ շաքարային դիաբետը չպետք է խանգարի երեխային։ Այսինքն մենք հարմարեցնելու ենք դիաբետը երեխայի կյանքին, երեխայի կյանքի ռեժիմին։ Ոչ թե հակառակ առաջ մոտեցումներ, օրինակ մեզ մոտ է 18 տարի առաջ լրիվ ուրիշ էր։ Ամբողջ ընտանիքի կյանքը հարմարեցվում էր այ հիվանդությանը։ Հիմա չէ, հակառակը մենք ամեն ինչ պետք է անենք, օգնենք, որ երեխայի կյանքի ռեժիմը, կյանքի որակը, երեխու նպատակները չտուժեն։ Հրաշալի մոտեցում է սա, կարծում եմ շատ է օգնում թե երեխային, թե ընտանիքին։ Եվ բժիշկին։ Անշուշտ։ Առաջարկում եմ թեման ավելի մանրամասն քննարկելու համար տեղափոխվենք այն հատված, որտեղ մեզ սպասում են մայրիկները։ Համեցեք։ Սիրելի ծնողներ, մենք շարունակում ենք խոսել մանկական դիաբետի մասին, խաղ ենք խաղալու։ Դուք տեսնում եք սեղանին դրված են վահանակներ, խնդրում եմ վերցրեք դրանք։ Վահանակների վրա կտեսնեք այո եւ ոչ գրությունները։ Ես կընթերցեմ հարցը, դուք կպատասխանեք վահանակի միջոցով եւ բժիշկը կմեկնաբանի։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Արդյոք պետք է անհանգստանալ առաջին տիպի շաքարային դիաբետի մասին, եթե երեխան շատ ջուր է խմում, շատ է միզում, կորցնում է քաշը։ Միանշանակ է պատասխանը։ Երազանց։ Դրանք ամենակարևոր ախտանիշներն են, երբ որ ծնողը նկատում է, ծնողը դա կարա լինի դաստիարակը մանկապարտեզում, դա կարա լինի դասատուն դպրոցում, հա երեխան հաճախ գնում է պետքարան կամ ջրի շշով է ման գալիս երեխան, որ առաջ այդպես չէր անում, հոգնում է, ուշանում է, որտեվ դժվար է քնից զարթնել եւ այդ նիհարելը, պարտադիր նիհարելը, գիշերամիզությունը, ծնողը երբ որ տեսավ երեխան գիշերը սկսել է միզել։ Դրանք այն ախտանիշներն են, որոնք պարտադիր պետք է տանեն բժշկի։ Անպայման։ Մենք ունենում ենք դեպքեր, երբ որ անգամ բժիշկը չի ճիշտ կողմնորոշվում։ Կարա դա լինի նրա հետ կապված, որ չի ուզում մտածի փոքր երեխայի մոտ դիաբետի արկայության մասին։ Ենթադրենք մանկաբույժը։ Մանկաբույժի մասին է խոսքը, տեղամասային բժիշկը կլինի, միզային ինֆեկցիայի հետ կարող են կապել ճիճվագրության հետ, երբ որ արդեն դժվար է երեխան շնչում, փորձում են բուժել որպես թոքաբորբ։ Այսինքն այդ ամեն ինչը ուղղակի ժամանակ է ձգում մինչև ախտորոշումը։ Տիպ 1 դիաբետը չի կարա չախտորոշվի, որտեվ երեխան կտրուկ վատանում է եւ ընկնելու է հիվանդանոց։ Ուղղակի կլինի կորցրած ժամանակ եւ ավելի բարդացած վիճակ։ Դրա համար այո, շատ լավ հարց է, սա շատ կարեւոր է, որ ցանկացած տարիքում, եթե կան այդ նշանները, շատ ախմություն, շատ ամիզություն, քաշի կորուստ, գիշերամիզություն, անպայման պետք է մտածել շաքարային դիաբետի մասին։ Հասկանալի է։ Հաջորդ հարցին անցնենք մայրիկներ, ինսուլինն առաջացնում է կախվածություն, թե ոչ։ Տարբեր կարծիքներ կան։ Հա, կարծիքները տարբեր են։ Իրականում նաև այոն եմ հասկանում, ստեղ կարելի է ճիշտ համարել բոլոր պատասխանները, այոն հասկանում եմ, որովհետև տիպ 1 դիաբետը եթե ախտորոշվեց, իսկ ախտորոշվում է, որովհետև արկա են բոլոր նշանները ինսուլինի բացարձակ անբավարարության։ Եվ բուժումը, միակ բուժումը այսօր ամբողջ աշխարհում դա ինսուլինն է, որովհետև չկա ալտերնատիվ, այլ ուրիշ բուժում չկա։ Դրա համար այս դեպքում մենք չենք խոսի, որ դա կախվածություն է, դա անհրաժեշտություն է։ Եվս մեկ հարց ունենք։ Շաքարային դիաբետ ունեցող երեխան կարող է արդյոք զբաղվել սպորտով։ Բոլորն ասում են։ Երազանց։ Դիաբետ ունեցող երեխաներ եւ ընդհանրապես մեծերին էլ շատ է խրախուսում, որ իրենք զբաղվեն սպորտով։ Դա պարտադիր է, որովհետեւ մկանային աշխատանքի ընթացքում յուրացվում է գլյուկոզան եւ դա բերում է ինսուլինի պահանջի իջեցման, այսինքն կոնկրետ դոզաների իջեցման կարելի է հասնել 30-ից մինչեւ 50%-ով։ Նաեւ կա այսպիսի կարծիք, որ դիաբետով երեխեքը ավելի առողջ են, քան մնացած երեխեքը պոպուլյացիայում։ Ինչու՞, որտեղ նրանք ավելի առողջ ապրելակերպ ունեն։ Նրանք ավելի ճիշտ են սնվում, ավելի քիչ են իրանց մոտ այդ ավելորդ սնունդը, հա, շաքար պարունակող եւ այլն։ Եվ իրանք այո միշտ շարժման մեջ իրանք սպորտով զբաղվում են։ Մեծ մասը զբաղվում է սպորտով։ Հիմա մի փոքր ստուգենք մեր գիտելիքները երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին։ Նստակյաց կյանքն ու ավելորդ քաշը կարող են երկրորդ տիպի շաքարային դիաբետի հանգեցնել։
Այո, շատ Ինչու եւ ինչպես բացված ծնողներ մեզ մոտ։ Հիմնականում տիպ 2 դիաբետը իհարկե մեծահասակների մոտ է լինում եւ հիմնական այդպես նպաստող գործոնները լինում են ճարպակալումը, ինչքան ավելի բարձր է ճարպակալման աստիճանը, այդքան ավելի հավանականությունը, որ կլինի դիաբետ, ավելի շատ է։ Մոտ 80% դիաբետ, տիպ 2 դիաբետ ունեցողներ ունեն ավելի քաշ կամ ճարպակալում։ Մենք գիտենք, որ առաջին տիպը շաքարային դիաբետի ամբողջ կյանքի համար է։ Ինչ վերաբերում է երկրորդ տիպին, արդյոք հնարավոր է վերահսկել, բուժել եւ մոռանալ։ Չի բուժվում, եթե դիաբետը զարգացավ, ապա արդեն բայց սկզբնական շրջաններում, երբ որ նոր է սկսվել եւ ինչքան շուտ ախտորոշվեց, այդքան ավելի շանսերը շատ են, որ այո, կարելի է հետ զարգացնել։ Բայց դա իհարկե պահանջելու է ապրելակերպի փոփոխություն, այսինքն բոլոր այն գործոնները, որոնք բերել են դիաբետի, նրանք պետք է վերացնենք։ Զբաղվել սպորտով, սնունդը կարգավորել եւ այլն, նաեւ շատ կարեւոր է ստրեսերից խուսափել, եթե դա հնարավոր է։ Հիմա ախտորոշումը գնում է նրան ամբողջ աշխարհում գաղափար, այսինքն որ շատ շուտ ախտորոշեն տիպ 2 դիաբետը, նախադիաբետի ստադիայի վրա, այսինքն դեռ կլինիկական նշանները չկան, բայց արդեն սկսվել է ինսուլինի արտադրության խանգարումները եւ դա բերում է պարբերաբար գլյուկոզայի թվերի բարձրացմանը կամ բարձրացնում տատանումներ կան, չի հասնում դիաբետի թվերի, բայց արդեն նորմայից բարձր է, օրինակ 6-6.5, բարձր է թե ոչ։ Առաջ ասում էին դե ոչինչ, դիաբետ չի, բայց չէ, դա արդեն նախադիաբետի թվեր, այսինքն արդեն խանգարումը կա։ Եվ եթե ախտորոշվեց այդ этаպում եւ այդ բոլոր միջոցառումները առողջ ապրելակերպ, եթե անհրաժեշտ է դեղորայք, դա կատարվում է, այո, կարելի է կանգնեցնել եւ անգամ մի քայլ հետ գնալ։ Կուզեմ անդրադառնանք նաեւ պետության կողմից իրականացվող այն ծրագրերին եւ աջակցության այն ձևերին, որոնք հատկացվում են երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Հիմա մեր երեխաները ստանում են լավագույն ինսուլինները։ Այն նույն տեսակներն են, որոնք ստանում են եւ եվրոպական երկրների երեխաները կամ Ամերիկայում եւ այլն։ Մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք։ Ապահովում են նաեւ տեստ երիզներով գլյուկոզան մատից արյունով չափելու համար, բայց միևնույնն է տեխնոլոգիաները գնում են առաջ եւ մենք վաղուց երազում ենք նրա մասին, որ մեր երեխաները ունենան գլյուկոզայի շարունակական հսկողության սարքերը, որոնք տալիս են հնարավորություն իմանալ ամեն րոպե գլյուկոզայի մակարդակը արյան մեջ առանց մատ ծակելու։ Եվ այս տարվանից դա էլ իրականացավ եւ երեխաները հիմա արդեն բոլորը ունեն այդ սարքերից, կապը նաեւ բժշկի հետ է կարող լինել, որտեղ բժիշկն էլ կարող է ստանալ այդ ինֆորմացիան իր հեռախոսի վրա եւ սարքը չափում է գլյուկոզան հյուսվածքներում րոպեն 1 եւ հետո նաեւ տալիս է ինֆորմացիան գրաֆիկի ձևով էլ եւ թվային տեսքով եւ գրաֆիկների ձևով, ինչը շատ հարմար է լինում եւ հետեւել եւ հասկանալ ինչից բարձրացավ, ինչից իջավ եւ ինչ պետք է անել այս դեպքում տնողը արդեն կողմնորոշվում է։ Այստեղ մայրիկներ կուզեմ ձեզ էլ լսենք, որքանով է կարևորում, որ երեխան անշուշտ կախված տարիքից կարողանա ինչ-ինչ գործողություններ ինքնուրույն կերպով անել, ինքնասպասարկվել եւ իմանալ ինչ է պետք իրեն տվյալ պահին եւ եթե տարիքը թույլ է տալիս կարողանա ինքնուրույն գործել, խնդրեմ։ Դա խիստ անհրաժեշտ է եւ բժիշկների հոգացության շնորհիվ մեր երեխաները գրեթե 90%-ով կարողանում են ճիշտ վերահսկել իրենց դիաբետը։ Եթե կա փորձ, օրինակ, որ երեխան կարողանում է ինքնուրույն ներարկում անել, անշուշտ տարիքից է էլի կախված։ Բնականաբար տարիքից է կախված, որովհետեւ օրինակ իմ աղջկա մոտ 4 տարեկանում է հայտնաբերվել, 4 տարեկան երեխային հաստատ ինսուլինի հետ մենակ չես թողնի, բայց երբ որ գալիս է մի տարիք, որ ինքը արդեն հասկանում է, թե ինչ է ինքը անում, այդ ժամանակ արդեն Իսկ որ տարիքն է դա ձեզ։ Դա ինդիվիդուալ է ինձ թվում, ամեն երեխա մի տարիքի է գալիս դրան։ Այդ արդեն ընթացքը ցույց է տալիս, դու որպես ծնող հասկանում ես պատրաստ է երեխան, թե պատրաստ չի։ Բայց մենք 8 տարեկանից ենք արդեն իրենց հետ էլ աշխատում, սովորացնում, իհարկե 8 տարեկանում քչերն են, որ ինքնուրույն անում են։ Օրինակ իմ աղջիկը 7 տարեկանից արդեն ինքնուրույն ներարկումներն անում է, բայց դոզավորումը բնականաբար օգնում ես, անում ես դու։ Իսկ երբ մենք նրա կողքին չենք, որքանով ենք վստահ, որ ինքը ամեն ինչ ճիշտ կանի։ Գիտեք, ինչպես բժշկուհին նշեց, այո, երեխան ընդհանրապես մարդը այդ հիվանդության հետ հիմնականում մենակ է մնալու ու ինքը պետք է մաքսիմալ փորձի կառավարել եւ կարգավորել դա։ Ես էլ մյուս ծնողների նման
աղջկաս փորձում եմ ներգրավել այդ process-ի մեջ, օրինակ որոշակի հաշվարկների դեպքում նախ թույլ եմ տալի, որ ինքը հաշվարկները կատարի եւ դոզան որոշի, այնուհետեւ հաստատում կամ ուղղում եմ իրան եւ փորձում եմ նաեւ թույլ տալ, որ ինքը կատարի սրսկումները։ Մանավանդ երբ որ հաճախ բողոքում է, որ ես սխալ տեղ եմ սրսկում, իրեն ցավեցնում եմ եւ ինքը ավելի ճիշտ գիտի որտեղ է պետք սրսկել դիսկոմֆորտից խուսափելու համար եւ այո հաճախ դեպքեր են լինում երբ որ երեխան օրինակ գնում է ծնունդ ինքը պետքա լիարժեք կարողանա տիրապետել իրավիճակին հասկանա որ սնունդից նույնիսկ առանց կշեռքի ինչքան է կարելի ուտել եւ համապատասխան ինսուլինները ներարկել մենք շատ լավ ամփոփեցինք խաղի փուլը եւ մեր մայրիկները բավականին տեղեկացված էին, կարծում եմ չեղավ մի դրվագ, որտեղ կարող էինք ինչ-որ բան կասկածի տակ առնել, հրաշալի էին ձեր պատասխաններն ու շնորհակալություն ձեզ մեկնաբանությունների համար, շնորհակալ ենք նաև, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Կյանքը քրոնիկական հիվանդություն ունեցող երեխայի հետ հաճախ մարտահրավեր է։ Ինչպես խոսել նրա հետ իր հիվանդության մասին, ինչ սխալներից խուսափել, ինչպես խուճապի չմատնվել ճգնաժամային պահերին, ինչպես օգնել չայրվելով։ Անորոշ կամ վտանգավոր ցանկացած իրավիճակում ծնողների բնազդային մղումն է պաշտպանել երեխային։ Երբեմն պաշտպանության տակ մեծահասակները հասկանում են լռել, չասել ճշմարտությունը։ Նույն տրամաբանությամբ մանկական շաքարային դիաբետ ախտորոշումը ստացած շատ ծնողներ առժամանակ չեն խոսում երեխայի հետ վերջինիս առողջական խնդրի մասին։ Իսկ բժիշկներն ասում են, երեխան այդ խնդրի հետ ապրելու է ամբողջ կյանքում։ Նա պետք է հասկանա, թե ինչի համար են իր առջև դրվում սահմանափակումներ, ինչի համար են ներարկումները եւ այլն։ Կարևոր է նրան տեղեկացնել ախտորոշման մասին եւ տարիքին համապատասխան պարզ ու հասկանալի լեզվով բացատրել ինչ է դիաբետը, ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Կարևոր է երեխային ասել ըստիս, որ դա ի տարբերություն շատ այլ հիվանդությունների կառավարելի եւ վերահսկելի է եւ չի խանգարելու երեխային իր կյանքի ընթացքում հասնելու որևէ նպատակի կամ բարձունքի, լինի դա ֆիզիկական տեսանկյունից, ինքը կարող ենք զբաղվել անգամ պրոֆեսիոնալ սպորտով, թե մտավոր տեսանկյունից։ Երեխան պետք է զգա, որ ծնողը իր հետ է, ցանկալի է, որ ծնողը իր հույզերը, որոնք շատ բնական են, ցույց չտա երեխայի մոտ, չլացի, դիաբետի հետ կապված չասի այնպիսի բառեր, որոնք որ երեխայի մոտ կարող են առաջացնել հոգեբանական խնդիրներ, թերարժեքություն կամ մտածել, որ մեղավոր է ինչ-որ հարցում։ Կարևոր է երեխային բացատրել նաև սննդակարգի փոփոխության եւ որոշ սահմանափակումների անհրաժեշտությունը։ Դիաբետի երկու տիպի դեպքում էլ առողջ սնվելը կարևոր է, քանի որ սնունդն անմիջականորեն ազդում է արյան գլյուկոզի մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ առողջ սննդակարգը չի ենթադրում, թե երեխաները պետք է իսպառ հրաժարվեն որոշ սննդատեսակներից։ Նախապատվությունը պետք է տալ օգտակար ածխաջրերին, սակայն քաղցրավենիքը նույնպես կարող է տեղ գտնել սննդակարգում, պարզապես ավելի հազվադեպ ու չափավոր։ Հաճախ ծնողները ծայրահեղությունից ծայրահեղություն են ընկնում, մի դեպքում շատ խիստ են սահմանափակում ածխաջրերի օգտագործումը եւ խուսափում են ածխաջրային սնունդ տալուց երեխային, մտածելով, որ այս պարագայում ավելի քիչ ինսուլին կներարկվի երեխան կամ հաճախականությունը կամ դեղաչափը կլինի ավելի փոքր։ Դա միանշանակ սխալ մոտեցում է։ Ինսուլինի դեղաչափը եւ դեղաչափի մեծությունը որևէ կերպ երեխայի առողջության վրա բացասաբար չեն ազդում։ Իսկ ածխաջրերի սահմանափակումը կարող է բացասաբար ազդել երեխայի աճի վրա։ Մեկ այլ ծայրահեղություն էլ կա, երբ ծնողները չեն հաշվարկում կամ մոտավոր են հաշվարկում երեխայի ընդունած ածխաջրերի քանակը։ Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում նման բացթողումների հետևանքով հիվանդությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ծայրահեղություն չէ, բայց սխալ է, երբ սննդի համար նախատեսված կարճատև ինսուլինը ներարկում են ուտելուց հետո, ինչի հետևանքով գլյուկոզի մակարդակը երկար ժամանակ մնում է նորմայից բարձր։ Մասնագետները խորհուրդ են տալիս ներարկումն անել ուտելուց մի քանի րոպե առաջ, կախված գլյուկոզի նախնական ցուցանիշից եւ ընդունվող սննդի բաղադրությունից։ Դիաբետի ախտորոշումից հետո պարտադիր երեխան եւ ծնողները անցնում են ուսուցում, սովորեցվում է, թե ինչպես հաշվարկել ածխաջրերը, ինչպես հաշվարկվել ինսուլինի դեղաչափը, ինչպես ներարկել, ինքնազգացողության ինչպիսի փոփոխությունների դեպքում է պետք չափել գլյուկոզի մակարդակը կամ դիմել բժշկական օգնության։ Փոքր տարիքի երեխաների պարագայում հիմնականում վերահսկողությունը իրականացվում է ծնողների միջոցով, բայց երեխայի մեծանալուն զուգընթաց շատ կարևոր է երեխայի մոտ զարգացնել այդ ինքնահսկման հմտությունները, որպեսզի մշտական կախվածություն երեխան ծնողից չունենա, կարողանա լինել սոցիալապես ակտիվ, առանց ծնողի մասնակցել տարբեր միջոցառումներին, ունենա սպորտային ակտիվություն եւ այլն։
Շաքարային դիաբետ ունեցող երեխայի խնամքը ծնողից պահանջում է մշտական ուշադրություն, պատասխանատվություն եւ զգոնություն։ Դա կարող է հանգեցնել հոգնածության եւ հոգեհուզական այրման։ Ծնողները պետք է չանտեսեն սեփական կարիքները։ Ինքնախնամքը շքեղություն չէ։ Կարևոր է բավականաչափ քնել, կանոնավոր հանգստանալ, ժամանակ տրամադրել սիրելի զբաղմունքներին։ Կարևոր է նաեւ չփորձել ամեն ինչ անել միայնակ։ Պատասխանատվությունը կարելի է բաշխել ընտանիքի անդամների միջև։ Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական կամ հոգեբանական աջակցության։ Երբ ծնողը չի անտեսում իր ֆիզիկական եւ հոգեկան առողջության կարիքները, ունենում է ավելի շատ ուժ եւ համբերություն երեխային աջակցելու եւ նրա խնամքն արդյունավետ կազմակերպելու համար։ Դուք դիտում եք ծնողական ժողովը, այսօր մենք խոսում ենք մանկական շաքարային դիաբետի մասին։ Հարգելի մայրիկներ, ամփոփելով այսօրվա մեր զրույցը, ես ուզում եմ, որ դուք ձևակերպեք հակիրճ ուղերձներ։ Ինչ կուզեք, որ մեր հասարակությունն իմանա ձեր երեխաների ախտորոշման մասին, որպեսզի հասարակությունը լինի տեղեկացված եւ հետեւաբար ձեր երեխաներն ապրեն ավելի կրթված, ավելի տեղեկացված եւ ավելի հանդուրժող հասարակության մեջ։ Խնդրեմ։ Վախերի հետ կապված կարող եմ ասել, քանի որ շատերը տեղեկացված չեն, թե ինչ է տիպ 1 շաքարային դիաբետը, առաջին ռեակցիան հենց վախն է լինում, նույնիսկ ծնողի դեպքում։ Վախ, որ չի կարող գլուխ հանել, վախ, որ կարող է երեխան վատ վիճակում հայտնվել ու ինքը չի իմանա ինչ անի։ Վախի դեմ կարելի է պայքարել ինֆորմացիայով, այսինքն եթե դու կրթվես եւ ունենաս ամեն սիտուացիայի համար լուծում, կարողանաս հասկանալ, թե այդ սիտուացիայում ինչ պետք է անես, ոչ մի վախ արդեն քեզ չի խանգարում եւ դա դառնում է առօրյա։ Սկսում ես ընկերանալ դիաբետի հետ եւ քո կյանքի ընթացքում նա քեզ ուղեկցում է։ Շատ շփվելով ծնողների հետ հասկանում ես, որ ինֆորմացիայի պակաս կա եւ դրա հետևանքով ես որոշեցի վարել բլոգ Մարի եւ իմ մասնակցությամբ Մարի Արորյան եմ ցույց տալիս եւ տեղեկացնում եմ, թե ինչ է շաքարային տիպ 1 դիաբետը։ Երբ որ ունես ինֆորմացիա եւ տեղեկացված ես, թե ինչ է շաքարային տիպ 1 դիաբետը, շատ ավելի հեշտ է ապրել եւ ունենալ անհոգ առօրյա։ Անի, որն է կարևոր եզրահանգումը, որ տանում եք այսօր ձեզ հետ տուն ու կուզեք փոխանցել մեզ լսող ծնողներին նույնպես։ Կասեմ, որ կարգապահություն դա ամենակարևորն է դիաբետի մեջ։ Ես կարծում եմ, որ դա նույնպես ես հաղթահարել եմ իմ տղայի հետ, կարողանում ենք համակցված ուտելիք, ինսուլինի ներարկում, սպորտ, այդ ամեն ինչը կազմակերպել ճիշտ ձևով, որպեսզի հիպոգլիկեմիաներ եւ բարձր շաքարի թվեր չունենանք։ Եվ դա մեկ օրվա համար չի, այլ ամբողջ կյանքի։ Ամբողջ կյանքի համար, այո։ Շնորհակալ եմ, Հասմիկ։ Դիաբետը չեմ կարծում, որ կարող է սահմանափակումներ առաջացնել, եթե ընտանիքում առողջ մթնոլորտ է տիրում։ Իմ աղջիկը հաճախում է մի քանի տեղ պարապմունքների, սպորտի եւ այդ անհոգ առօրյան մենք փորձում ենք ինչ որ կերպ ներկայացնել իր բլոգում, թեկուզ միֆերի մասով, որ շատ հաճախ երբ իմանում են, որ ունի շաքարային տիպ 1 դիաբետ, առաջին հարցը՝ մամատ պապատ ունեն դիաբետ եւ երկրորդ մշտական հնչող հարցը՝ դու ինչից ես վախեցել։ Հենց դրա մասով շատ գեղեցիկ վիդեոներ է դնում իր բլոգում եւ պատկերացրեք շատ մեծ են արձագանքները։ Այսինքն կարևոր կետերից մեկն այն է, որ երեխայի առօրյան, իր կյանքի բնականon ընթացքը, իր տարիքին համապատասխանող հետաքրքրությունները չկաշկանդվեն ախտորոշումով։ Այո։ Երեխան շարունակի ապրել ու կյանքից հաճույք ստանալ։ Իհարկե։ Շնորհակալ եմ, Հասմիկ։ Մեր քննարկումից ես առավել արժևորեցի երեխայի ինքնուրույնությունը, որ ինքը կարողանա իր սեփական օրգանիզմին ավելի լավ ճանաչել, սնունդները տարբերակել եւ հասկանալ, որ միջավայրում ինչպես պետք է կառավարի իր առողջությունը, ետ չմնալով հասակակիցների հետ շփումներից։ Հիմա մեր հեռուստադիտողների համար մի գաղտնիք պետք է բացեմ։ Սովորաբար հեռուստատեսային նկարահանումների ընթացքում մենք խնդրում ենք նկարահանումների մասնակիցներին եւ հյուրերին անջատել հեռախոսները, բայց շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները պետք է մշտապես հասանելի լինեն, որովհետեւ արտառոց իրավիճակներում ինքը երեխան կամ նրան շրջապատող մեծահասակները պետք է անհապաղ կապ հաստատեն ծնողների հետ։ Ես անչափ ուրախ եմ, որ այսօր այստեղ ոչ մի զանգ չհնչեց։ Շնորհակալ եմ, հուզված եմ եւ մաղթում եմ, որպեսզի այս ճանապարհը ձեր երեխաների հետ հաղթահարեք հենց այսպես ժպիտով։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։
Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։